Շիրակի մարզում հարսանիքներին, որքան էլ հարսն ու փեսան այնուամենայնիվ փայլում են, միևնույն ժամանակ առանձնահատուկ տեղ ունի հարսանիքներին նաև հումորն ու սրամտությունը, որոնք հասել են մինչև մեր օրեր հարսանեկան ծեսերի ու ավանդույթների հետ։ Ինչպես են դրանք փոխանցվել սերնդեսերունդ եւ արդյոք պահպանվել են, կբացահայտենք միասին։ Աչքը տեսա, սիրտը ուզեց, մայքովնի քաշունա, հարսը խասնախշունա։ Հարսանիքը պարզապես տոն չէ, այլ մի մեծ ներկայացում, որտեղ յուրաքանչյուրն իր դերն ունի, իր խոսքը, իր պատասխանատվությունն ու իհարկե իր հումորը։ Այստեղ կատակները չեն հորիվում, դրանք ծնվում են մարդկանց բնավորությունից, առօրյայից ու սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթներից։ Ամեն ինչ սկսվում էր դեռ հարսանեկան օրվանից առաջ։ Տանը եռուզեռ էր, հարևաններն արդեն հավաքված էին, իսկ գյուղում կամ թաղամասում վաղուց գիտեին, թե ում հարսանիքն է լինելու։ Արդեսում արդեն բացվեն, սպասեն սոխագին։ Հարսի տնից մինչև փեսայի տուն ձգվող ճանապարհը նույնպես իր առանձնահատուկ պատմությունն ուներ։ Գողացված կոշիկը, դրան շեմը փակող թուրը, կատակ երկերն ու ճանապարհին կատարվող տարբեր ծիսական խաղերը հարսանիքը վերածում էին իսկական ներկայացման։ Իսկ ավելի վաղ շրջանում տարածված էր նաև կող բռնելու սովորույթը, որն իր յուրահատուկ խորհուրդն ու հումորն ուներ։ Փեսի պապայի ու մամայի այդ կող բռնելու, գյուլաշ կպնելու արարողությունը մի անգամ եղեն տամենը ու դորից հետո ինձի չի հանդիվել, կոշիկ կողնալու ավանդույթն է հարսի, աղջիկներից մեկը կոշիկը կողնագը, դրա դիմաց գումար կստանա, հետո կոշիկը հետ կբերվի, ու կարելի ասել որ էլի կատագի է գվերածեն այդտեղ էլի, վայ կորավ ինչ-որ թե չի դեն էլի, բան ասենք եկել էր սինով բերել էր երկու կոշիկ ու վդրուկ վայ կոշիկները չկան, կոշիկի մի հատ չկա։ Հարսանիքի բարձր տրամադրության գլխավոր պատասխանատուներից մեկն իհարկե Թամադան էր։ Այսօր երկու սիրող սրտեր միացել են, կազմել մի միասնություն ու բոլորս միասին անցկացնելու ենք հայկական ավանդական մի գեղեցիկ ծիսակատարություն, որն անվանում ենք հարսանիք։ Բայց հետաքրքիրն այն է, որ Գյումրու ամենահայտնի հումորային կերպարներից շատերը ժամանակին նաև հարսանեկան սեղանների Թամադաներ են եղել, իրենց սրամիտ խոսքերով անմոռանալի դարձնելով խնջույքը։ Պոլոզ մոգուճը, տիտրո արվեկը, այսինքն իրենց հումորները։ Տանիք հետո հատկապես հասկանում են, որ երեխա պետք է լինի, մեկը հարցնում է տղաս անուն չունի, ասում է մոգուճ տիր, ասում է այդ քո անունն է տնաշեն, ասում է ինչ ես երկու անուն ունեմ, Պոլոս մոգուճ։ Հիմա մեկը վերցրա մարդը առանց անուն չմնա։ Ազապաշու թուրը կողանալուց մինչև Թամադայի դիպուկ կենացները, զվարճալի միջադեպերից մինչև հարսի նստանվերի շուրջ ծավալվող կատակները։ Յուրաքանչյուր արարողություն իր պատմությունն ուներ։ Հարսն է ելը, մի բաժակը հարսը պիտի տա կեսրարին, թե կեղնիշ դեպքեր որ պապանեք ու կարփեսի։ Դե ախպեր արամջան քսեր կորչունիս, ես խոստանամ, հետո պիտի տգից չկրնանամ դուս կամ թող իրանք խոստանան, իրանք էլ են։ Նորապսալներն եք սեմ արդեն կարող եք տեղավորվել, կեշտան պրեզյում է, իրանց տեղը որտեղ որ պիտի նստի, հարսը չի նստի։ Իա, ժողովուրդ ջան, այս իշխոր մեր հարսիկը չի նստի, մեր հարսիկը չի նստի, որովհետև ավանդույթ կա, կեսուր մայրիկը մինչև նվեր չտա, հարսը չի նստի։ Երկի այլբարդ, ինչի՞ս նրը։ Մեր տաղեն հաստատ թակավորներ այլա։ Բայց բարձր տրամադրությունը միայն ավանդույթներով չէր պայմանավորված։ Հարսանիքի յուրաքանչյուր մասնակից կարող էր հայտնվել անսպասելի, զվարճալի, երբեմն էլ բավական բարդ իրավիճակում, որոնք տարիներ անց դառնում էին ընտանեկան զվարճալի պատմություններ։ Ամենախնդալու պահերից մեկը, երբ հարսի տուն է երգում, հոպարներից մեկը մեր արհեստական մոմերը գվարը ժաժիգացելով, ահավորություն էր ուղղակի այդ պահին, ինչ է, ես այսպես ծերն եմ պահե, երկեմ գես ընթացքում, ու ինքնցի ծերս կքաշե, նորից ժաժիգացելով, այդ պլազմացից մուխ է ելել է, ու կանգնած եմ այդ պահին արդեն ես հազիվ կզսպեմ։ Հարսանիքներից մեկի ժամանակ, երբ որ հարսը եւ փեսան գնացել էին նկարահանման, փեսայի հեռախոսը գտնվում էր հարսիկի ձեռքում եւ փեսայի նախկին ընկերուհին հաղորդագրություն էր գրել մի փոքր վատ բովանդակությամբ, որ իրեն չէր ընտրել, այլ ընտրել էր ներկայիս հարսիկին։ Հարսիկը շատ իրոք վրդովել էր եւ հարսանիքը մոտ 2-3 ժամով հետաձգվեց։ Իսկ երբ սկսվում էր երգն ու պարը, հարսանիքն արդեն ամբողջությամբ փոխում էր իր ռիթմը, սակայն հաճախ
այնտեղ հենց երաժիշտներն ու երգիչներն էին մինչև բուն հարսանեկան արարողությանը հասնելը հայտնվում ամենազվարճալի պատմությունների կենտրոնում։ Մեկնում էինք Կրասնոդարի մարզ, կարծեմ Կրասնոդար քաղաք, հարսանիք նվագելու մեր ընկերներով։ Ինքնաթիռի մեջ մեր տղաները մի քանիսը վախկոտ էին, էլի անպայման պետք է ոգելից խմիչք օգտագործեին, որպեսզի կարողանան ճանապարհ գնալ։ Այդ ընթացքում մեզ մոտեցավ, եթե չեմ սխալվում, ախր քյալակցի էր ինքը։ Ասաց, դաղակ ես ձեզի ջանչեցա ասավ, դուք մեր լավագույն երգիչի երաժիշտներից եք եւ այլն։ Ասինքա հրավիրեցինք, հյուրասիրեցինք մի քանի բաժակ 20 րոպե հետո եկավ մեր կողքից անցավ, մոռացել է որ մեզ է դեխում է, դարձավ դե տղա կրնա գիտենա կաֆիցիան տվոր կոմ կնաց, ինքը երևի ինեգադի ուներ ստյուարդեսային, հա, մեր տղաներից մեկը տարավ թե աղբերը սառնվածը տսի բանկետնիկը պետք է նայես։ Ու այդ ժամանակ ամբողջ ինքնաթիռը այն ծևի սկսեց ծիծաղել, որ նույնիսկ լյոչիկը դուրս եկավ, թե ինչ կատարվեց էլի ինքնաթիռի մեջ։ Ու անընդհատ տվենից զանգեն գտե երբ հասար եղավ մե պահա մորա Վիկտորիայից դուրս կուկա մեկը հասա տվին մտա նոր է սկսվեին արդեն այնտեղ տաբիկ-պաբիկների կենոսն է, ելա համադեն տեսավզի Կարեն Ատոյանն է ծափահորեց, ելան ժողովուրդը սկսին քեֆենելը։ Ես արագի մեջ եմ որ հավաքեմ միկրոֆոն բան ու Տիգրան մեծ կերտամ երկելու։ Մեկը հասել եմ Տիգրան մեծ տեխնիկաս կմիացնեմ որ երկեմ, մեկը զանգ կուկանձի նորից, այդ նույն համարը որ նորից զանգեն ինձ։ Ինչ եղար։ Ասեմ հորազը նոր եկա երկեցի գնացի, ասա Կարեն ջան ժամը քեզի սպասենք դրան։ Ու ինչ է եղել, ես մտել եմ մեծալն եմ երկե դուրս եկել, вообще կապ չունեի այդ արետի հետ։ Հումորը չէ շրջանցում նաև Օժիտը Գյումրիում մինչ այսօր կա մի շենք, որ մարդիկ անվանում են Օժիտի շենք։ Երբ ինչ-որ մեկ ուզեցել է մեծամտանալ, թե ես ավելի լավ օժիտ եմ տվել, քան այն մյուսը եւ այլն, ասել են դու ինչ օժիտ ես տվել, որ այդ մեքենան ու սառնարանը չի, դոլը տեսեք լը դրամպյանները 19-րդ դարում իրանց Ջավահիրին, ինչ օժիտ են տվել, շենք են տվել, որ մինչեւ հիմա ամրագրված է եւ քարտեզի չեն կարող հեռացնել։ Ժամանակները փոխվել են նաև հարսանիքների կազմակերպման ձևերն ու մոտեցումները, սակայն մի բան անփոփոխ է մնացել, որտեղ շիրակցին է, այնտեղ անպայման կլինի մի սրամիտ խոսք, տեղին կատակ ու այն յուրահատուկ հումորը, որը յուրաքանչյուր հարսանիք դարձնում է հիշարժան։